Քրիստոս հարյավ իմերելոս Քրիստոս հարյավ իմերելոս Մեզ ամենքիս մեծ ավետիս հանուն հոր եւ որդվո եւ հոգին սրբո ամեն Դուք մի վախեցեք գիտեմ որ խաչված Հիսուսին եք փնտրում նա այստեղ չէ որովհետեւ հարություն առավ ինչպես ասել էր Կարող Այսօր եւս իբրև հարության ավետից եւ այսպես շարունակվելով այս 50 օրերի ընթացքում իբրև հարության տոն նույն ավետից ենք փոխանցելու մեկս մյուսին ասելով Քրիստոս հարյավ իմերելոս օրհնյալ է հարությունը Քրիստոսի որովհետեւ ինչպես ասում է ավետարանում հրեշտակի լեզվով նա այստեղ չէ այլ հարություն առ Սա ինչ է նշանակում, նշանակում է, թե մենք էլ իբրև քրիստոնյաներ, իբրև Հիսուս Քրիստոսի որդեգիր զավակների և հետևորդներ այս աշխարհի վրա, պետք է ընդունենք նույն կերպ, որ Քրիստոս մեռած չէ, այլ Քրիստոս հարություն է արել։ Քրիստոս խաչի վրա չէ այլևս, այլ Քրիստոս հարություն է արել։ Դրա համար Երբ որ ասում ենք, թե օրինակ իբրև հայ առաքելական եկեղեցի, մենք առհասարակ խաչը ընդունում ենք առանց Քրիստոսի, երբ որ շատ հաճախ հարց է լինում, հարցում է Տեր այլ, եթե կնունքի կամ որևէ մեկ խաչ որ առնենք, ինչ խաչ ենք առնելու, ես բնականաբար արձագանքելու եմ եւ ցանկացած մեկ եկեղեցական հոգեվորական պետք է արձագանքի եւ ասի, որ հարության Քրիստոսի խաչը պետք է առնես։ Այն խաչը, որ հավիտենություն է ցույց տալիս։ Այն խաչը, որը հավերժություն է ցույց տալիս։ Այսինքն ոչ թե մեռած Քրիստոս է ցույց տալիս։ Խաչի վրա Քրիստոսին արձանացել իբրև արձան կանգնեցված։ Այլ հավերժության խաչով, այսինքն հարության Քրիստոսի խաչով, առանց Քրիստոսի։ Ոչ թե նրա համար, որ մենք խաչը բաժանում ենք Քրիստոսից, ոչ թե նրա համար, որ խաչը մեզ համար այլ գործիք է, Հիսուս մեզ համար այլ աստվածություն։ Այլ անմիջականորեն այո կապ ունի եւ անբաժան է խաչը Հիսուսից։ Եվ թե ասում ենք խաչ, արդեն պետք է մտովի պատկերացնենք, որ այդ խաչը այն փրկության գործիքը դարձավ ամբողջ աշխարհի, որի վրա մեր Տերը Փրկիչն Հիսուս իր արյունը թափեց։ Ուրեմն մենք պատկերացումներով, խորհուրդներով, խոնարհումով, հասկացողությամբ ենք մոտենում քրիստոնեական շատ հարցերին։ Այդ թվում նաև խաչի պաշտամունքին։ Որտեղ մեզ համար ոչ թե խաչը պաշտամունք է զուտ որպես գործիք, այլ իբրև Հիսուս Քրիստոսի նշան, ինչպես ասում է ավետարանում, դարձյալ երկրորդ անգամ, երբ որ Աստծո որդին գալու է աշխարհը դատի, սկզբում երևալու է Աստծո նշանը երկնքից մինչև երկիր, իբրև սանդուղք, որի վրայով Հիսուս Քրիստոս ամբողջ հրեշտակների դասով իջնելու է դեպի երկիր, ինչպես որ երկրից դեպի երկինք բարձրացավ։ Ուրեմն այնպես եւ Քրիստոս մեզ համար հարության Քրիստոս է։ Մեզ համար մեռած Քրիստոս չէ։ Մեզ համար թաղված Քրիստոս չէ։ Մեզ համար մահացած Քրիստոս չէ, ինչպես շատերը ասում են։ Այլ Քրիստոս մեզ համար հարության Քրիստոս է։ Դրա համար մենք իբրև քրիստոնյաներ, իբրև խաչի հետևորդներ, իբրև Քրիստոսի հետևորդներ, մենք ուրախ ենք հոգով, որովհետև մենք հավատում ենք հարության Քրիստոսին։ Դրա համար հրեշտակը ևս մեկ անգամ ասում է, երբ որ առաքյալները փնտրում էին Քրիստոսին դատարկ գերեզմանի մեջ, երբ որ կանայք փնտրում էին Քրիստոսին դատարկ գերեզմանի մեջ, Աստծո հրեշտակը ասաց.
մի փնտրեք նրան եւ մի քեր վախեցեք, որտեղ մահը չհաղթեց նրան։ Նա հարություն է արել։ Նա այստեղ չէ։ Հիմա այս կերպ, նաեւ իբրև քրիստոնյա, իբրև հավատացյալ, մենք ինչպես ենք դիմավորում Քրիստոսի հարությունը այս 50 օրերի ընթացքում, ինչպես ենք առաջնորդում։ Չէ՞ որ մեզ համար Քրիստոս այո, չարչարվեց, խաչվեց եւ հարություն առավ, որպեսզի մարդը փրկվի։ Բայց մենք արդյոք պահում ենք այդ փրկության ուղին, որը սրբեց, սրբագործեց, մաքրեց Հիսուս Քրիստոս։ Իհարկե մենք մեր կյանքում փորձում ենք ապրել քրիստոնյավայր։ Փորձում ենք ապրել այնպես, թե իբր թե մենք քրիստոնյա ենք։ Բայց իրականության մեջ, ինչպես այսօրվա ընթերցվածներից մեկում Հակոբոս Առաքյալն էր ասում է մարդու մեջ ամենամեծագույն չարության գործիքը լեզուն է։ Եթե մարդու լեզուն պղտոր է, եթե մարդու լեզուն հնարավոր չէ կանգնեցնել որևէ չար խոսքի դիմաց, ուրեմն ամբողջ մարդու մարմինը անարգված է։ Ուրեմն մարդու մեջ հարության տոնելու, հարությունը հասկանալու, հարություն ընկանելու, հարության սփռված ճանապարհով ընթանալու, Հիսուս Քրիստոսի մաքրված ճանապարհով ընթանալու, Աստծո որդիներ լինելու, Աստծո մեջ բնակվելու եւ Աստված է մեր մեջ բնակվելու համար, ինչպես ասում էր Հովհաննես Ավետարանի մեջ, որ Հիսուս Քրիստոս հենց այն մարդն էր, այն էակն էր, այն Աստծո որդին էր, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, որը լիացրեց ամեն բան, լցրեց մեր ներսը, մաքրեց մեր ներսը, ապրեցրեց մեզ։ Հիմա մենք արդյոք շարունակում ենք ապրել, թե ամեն քայլափոխին փորձում ենք այդ ներսը պղտորել։ Ինչպես ենք պղտորում մեր խոսքով, մեր լեզվով։ Ուրեմն այսօր ավետարանի մեջ շատ հետաքրքրական ձևով Հակոբոս Առաքյալը մանավանդ, ուրեմն ինչ է անդրադարձ կատարում մարդու հարության գաղափարը ճիշտ հասկանալու, հարության ճանապարհով ճիշտ ընթանալու մեջ, ով ինչպես պետք է պատկերացնի եւ ինչպես պետք է ընթանա այս ճանապարհը։ Ինչն է ամենակարևորագույնը մարդու համար։ Ըստ ամենակարևորագույնը լեզվի տեր լինելն է։ Ըստ շատերը այս աշխարհի վրա ուսուցանողներ են, Աստծո խոսքը քարոզողներ են, շատերը դասիարակ են, շատերը վարդապետում են, շատերն իրենց խրատող են համարում, գրագետ են համարում, բայց ասում են նրանց հոգին չար է, նրանց ներսը չար է, նրանց էությունը չար է, որտեղ նրանց լեզուն պղտոր է։ Եվ ասում իմացեք, որ այս առումով մեծ դատաստան եք ընդունել։ Քանի որ բոլորս է շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։ Իսկ եթե քո ամբողջ մարմինը ունակ է սանձահարելու, ուրեմն նշանակում է, թե դու ինքդ արդեն իսկ տոնում ես քո ներսում հարությունը։ Շատերը չգիտեն հարությունն ինչ բան է։ Հոգևոր իմաստով չգիտեն հարությունն ինչ է, ֆիզիկապես տոնում են։ Լավ, ժողովրդական մոտեցումներով, մեր ազգագրական, ժողովրդական երգերով, պարերով, նախաճաշերով, ճաշերով, միջոցառումներով, խնջույքներով կարողանում ենք կազմակերպել ճոխ, կարողանում ենք նշել, բայց հոգևոր առումով հոբիկ ենք, հոգևոր առումով դատարկ ենք, հոգևոր առումով չգիտենք, հարությունը ինչ է։ Հարությունը մեր հոգու վերերքն է, մեր նոր զարթոնքն է, մեր նոր կյանքն է, ապացույցն է Տիրոջ, որ մենք արժանի ենք Աստծո որդիներ կամ դուստրեր կոչվելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր ներսի մաքրությունը, արտաքին մաքրությունը պետք չէ։ Արտաքինում կարող ես փնտի լինել, կարող ես անլվա լինել,
Արտաքինով կարող ես բոմժի նման լինել, բայց կարևորը ներսդ արքայական, ներսդ մաքուր, իսկ ներսիդ մաքրությունը գալիս է լեզվից։ Ինչի եմ անդադ այս լեզու բառը շեշտում, որովհետև թեև արդեն երկու շաբաթ էլ սուրբ հարություն ենք տոնում, բայց երկու շաբաթվա մեջ հարյուրավոր, հազարավոր մարդկանց եմ հանդիպում և հազարավոր մարդկանց հետ եմ շփվում, որևէ մեկի մեջ հարություն չկա, որևէ մեկի մեջ հարության խոսք չկա, հարության լուր չկա։ Ամեն բան լեզվից ես, մեր լեզվով են չէ ասում, Քրիստոս արյավ իմերելոց, օրդնյան է հարությունը Քրիստոսի, առաքյալն ասում է, եթե մի լեզվից օրդնություն է դուրս գալիս, իրավունք չունի այդ նույն լեզվից անեծք դուրս գա, իրավունք չունի այդ նույն լեզվից հայհոյանք դուրս գա, իրավունք չունի այդ նույն լեզուն նաև սատանային ծառայեցնել, բամբասի, չարախոսի, ատելություն սերմանի, դառը խոսքեր ասի, գորա, աղաղակի, բարգանա, ուրեմն պետք է զսպել առաջին հերթին մարդու ներսում լեզուն, որպեսզի հոգիդ չպատորի, որտեղ հոգու հայելի լեզուն է։ Հոգին մաքրելու, ներսը մաքրելու, հոգևոր, ճշմարիտ, կատարյալ, քրիստոնյա լինելու համար առաջին հերթին լեզուդ պետք է մաքուր լինի։ Դրա համար ասում է, տես թե ինչպես ենք ձիերի բերանը սանձեր դնում, որ նրանք մեզ հնազանդվեն և նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահավասիկ և նավերը, տեսեք նավերին, ինչ հսկա է, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով, որ նավի լեզուն է։ Հնարավոր է ամբողջ նավը կառավարել։ Այդպես է լեզուն մարդու մարմնի մեջ, մի փոքրիկ մաս է, մի փոքրիկ մասնիկ է, անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբաջում և բարբարում։ Ահա դա մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է հրդեհում։ Լեզուն էլ մի կրակ է մարդու մարմնի մեջ, մի աշխարհ անիրավություն։ Եվ ամբողջ մարմինը, եթե լեզուն ապականված է, ամբողջ մարմինը կարող է գեհեն դարձնել։ Եվ արվում է ամբողջ մարմնով մարդը, եթե լեզուն մաքուր չէ։ Գազանների, թռչունների և սողունների նման ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն այդ չարը անզսպելի և մահաբեր թույնով լցվածը ոչ ոք չի կարող նրան հնազանդեցնել։ Նրանով օրհնում ենք Տիրոջը և Աստծուն Հորը, նրանով էլ անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծո նմանությամբ։ Օրհնություններն ու անեծքները նույն բերանից են դուրս գալիս, եղբայրներ ու քույրեր, պետք չէ որ այդպես լինի։ Միթե մի աղբյուր նույն ակունքից միաժամանակ քաղցր և դառը ջուր կարող է բխեցնել։ Ուստի և մի հնարավորություն տվեք, որպեսզի ձեր լեզուն ձեր մտքից ու սրտից առաջ լինի։ Որովհետև ինչքան էլ մաքուր միտք ունենաք, ինչքան էլ մաքուր սիրտ ունենաք, ինչքան էլ պայծառ հոգի ունենաք, եթե ձեր լեզվին ազատություն տվիք և միտքն է պղտորելու ձեր, և մաքուր սիրտը և մաքուր հոգի։ Դրա համար քրիստոնյայի ամենամեծ մեծագույն արժեքը մարդու լեզուն։ Ամեն բան սկսվում է լեզվում։ Պողոս առաքյալն ասում է, այն ամենը ինչ որ մարդու ստամոքս է մտնում, իրականում դա չէ որ նրան բացում է։ Այն ամենը ինչ որ մարդու ներսից դուրս է գալիս։ Այսինքն ներսից դուրս գալ նշանակում է թե մտածում ես և խոսքով գործում ես։ Քրիստոնեական օրենքի մեջ, եկեղեցական կանոնադրության մեջ այսպիսի մի օրենք Աստծո գրքից վերցրած, որը բնականաբար ավետարանական հիմք ունի, ասում է
Քանի դեռ մարդու մտածածը լեզվին չի հասել, հնարավոր է կառավարել։ Եվ երբ որ կառավարեցիր, ինչքան էլ որ մտքով սխալ ես մտածում, ինչքան էլ որ մտքով հանցագործ ես, հնարավոր է միտքդ փոխել ու զղջալ դարձի գալ, ապաշխարել։ Այս ժամանակ, երբ որ դու տանը լինես, դուրսն լինես, աշխատանքի լինես, որտեղ ուզում ես եղիր, քանի դեռ մեղքը մտքիդ մեջ է, եւ հələ լեզվիցը դուրս չի եկել ու գործողություն չի դարձել, հնարավոր է սատանայի դեմը առնել։ Հնարավոր է զղջումով ապաշխարությամբ քավել մեղքը։ Բայց երբ այդ մտքիդ մեջ գտնվող մեղքը հասավ լեզվի, այն գործ է դառնում։ Ուստի այդ մեղքը առանց եկեղեցու, առանց քահանայի իշխանության հնարավոր չէ քավել։ Ուրեմն տարբերությունը սա է, որ մեր ժողովուրդը չի հասկանում, չի ընկալում, թե որ մեղքն է հնարավոր ինքնուրույն քավել, որ մեղքը ոչ։ Թե ինչպես կարելի է ճշմարիտ քրիստոնյա լինել, ինչպես կարելի է կեղծ քրիստոնյա լինել։ Ուրեմն կեղծ քրիստոնյայի մարդը, ով որ իր լեզվով չարություն է գործում, իր լեզվին չի սանձահարում, բայց ասում է ես քրիստոնյա եմ։ Այդ մարդը երբեք քրիստոնեության հետ կապ չունի, այդ մարդը սուրբարության տոնը չի հասկացել, այդ մարդը հարություն չի առնելու, այդ մարդը դրախտ չի մտնելու։ Ուզում է ինքը կյանքով սուրբ կյանքով ապրի։ Ուզում է ինքը հոգով, մտքով, ամեն ինչով սուրբ լինի։ Ուզում է ինքը արդար մարդ լինի։ 100 հոգու, 1000 հոգու, 100,000 հոգու աշկին ինքը շատ լավ մարդ երևա։ Եթե ինքը գաղտնի եւ ոչ գաղտնի իր լեզուն պահել չգիտի, միևնույն է փրկություն չունի։ Օրինակ մարդը կարող է հասարակության մեջ լավ մարդ երևալ։ Բոլորս եւ մարդկանց մեջ այնպիսի տպավորություն թողնենք, որ մենք սուրբ, անարատ, մաքուր, ազնիվ, արդար մարդիկ ենք։ Որտեղ հասարակության մեջ մարդկանց աշկերի առաջ, մարդկանց ականջների մոտ հաստատ լեզվով չար խոսքեր չեն խոսա։ Որպեսզի այդ պիտակը մեզ չկպի։ Չդառնան ասել ես ինչ որ։ Ես ինչ լեգտի մարդ էր։ Բայց մեծավ մասամբ 99%-ով բոլորս մեր ընտանիքի մեջ, մեր տանը, մեր անկողնում, պապի անկյունը, մեր նակով, հայերու դիմաց, մեր լեզվով բարձրացայն թե փոքրիկ շշուկով անգամ, ում ասես հայորում ենք, ում ասես քննադատում ենք, ում ասես փնովում ենք, ում ասես դատապարտում ենք։ Մեզ թվում է, թե եթե մարդիկ չլսեցին, հասարակությունը չլսեց այդ խոսքերը, ուրեմն մենք մաքուր մարդիկ ենք։ Ոչ։ Աստված է լսել։ 100,000-ավոր մարդիկ կլսեն, չլսեն, կարևոր չէ։ Կարևորը թե Աստված չլսի բերնիդ խոսքը։ Աստված չիմանա մտքինը, Աստված չիմանա սրտինը։ Դու կարող ես քահանային խաբել, ասել դու մաքուր անարատ ես, քահանան ես սրբապիղծ է։ Դու կարող ես եկեղեցին պախարակել, դու քեզ ցույց տալ հասարակության առաջ, 100,000-ավոր մարդկանց առաջ, որ դու ազգասեր, ազգանվեր, եկեղեցասեր, աստվածասեր մարդ ես։ Կարող ես ներկայանալ, իբրև բարեգործ։ Լավ մարդ երևաս, բայց Աստծո աչքին չես կարող լավը երևալ։ Դու կարող ես թոս փչել բոլորի դեմքին։ Դրսում չչարախոսես, մենակ օրհնության խոսքեր շապտած դրսում։ Անցնող դառնող են ասում, Աստված օրհնի քեզ, Հիսուս քեզ օրհնի, Հիսուս քեզ հետ, Հիսուս քեզ սիրում է։ Չգիտեմ, այսպիսի ամպագորգոր արտահայտություններ, վայ քաղցրս, վայ համովս, վայ անուշս, բայց հոգուխորտն որ թաղեմ քեզ։ Այդ մարդը չի լսում, բայց Աստված լսում է։ Մարդուն կարաս ժպտաս, մարդը մի բան ասում, ապրես շիշտ ես անում, ենքան մարդ կա, մեծ ամասնություն էսպես է, ու ասում եմ մենք քրիստոնյա ենք,
Քրիստոնեություն չէ, դա սատանայապաշտություն է։ Այսպես մտածող, գործող բոլոր մարդիկ սատանայի հետևորդ են համարվել։ Որտեղ չարից է։ Ինչպես կարող ես դու մարդուն արտաքինից կանգնար, գովեցիր, բայց ներքուս Աստված է քեզ հետ։ Մարդը կարող է քեզ հետ չլինի, Աստված միշտ քեզ հետ է։ Հրեշտակը միշտ քեզ հետ է, ինքը լսում է քո ամեն մի խոսքը, ամեն մի բառը, ամեն մի գործը, ծածուկ թե հայտնի, ինքը վերջը պիտի տանի հասցնի երկի դիգա Աստծո առաջ չի կարող մտնի խաբի։ Չի կարող Աստծո դուռը ծեծել մտնել ներս, Աստված էլ քո հրեշտակին կանչել ամեն մարդ ունի պահապան հրեշտակ, չէ՞։ Եվ ամեն իրիկում օրը ավարտելուց հետո, ամեն մեր օրը ավարտելուց հետո, սա ի նկատի ունեցեք։ Եվ ի նկատի պիտի ունենանք բոլորս։ Ամեն իրիկում օրը ավարտվելուց հետո մեր պահապան հրեշտակը Աստծո դուռը ծեծում է եւ մտնում է ներս, հաշվետվություն տալու։ Երբ որ մտավ ներս հաշվետվություն տալու, Աստված պիտի ասի. հե, պատվի։ Այսօր ինչ արեց, ինչ խոսեց, ինչ գրեց, 24 ժամը ինչքան ժամ, րոպեներ կա, րոպե առ րոպե ներկայացրու, բառ առ բառ, կետ առ կետ, տող առ տող, ստորակետ, մարդը քո պահապան պարտը, ում որ դու պաշտպանում ես, հովանավոր մարդուն, տեսնեք թե ինչ գործողություն է կարող։ Հրեշտակը չի կարող Աստծուն խաբել, մենք ենք որ պղտոր ենք, կարող ենք 3 դեմքով հանդես գալ, բայց հրեշտակը 3 դեմքով չի հանդես գալ։ Աստված գիտի եւ մեր սրտերը, մեր հոգիները, Աստված պարզապես հրեշտակի բերանից է ուզում լսել։ Եվ հրեշտակը ճիշտը ասում է։ Իսկ ինչ մեղքես թաքցնում։ 10 անգամ մարդկանց գովաբանեց, գնաց տուն, այդ նույն մարդկանց ասեց, վայ թաղեմ քեզ, գետինը մտնես, չգիտեմ, ես լինես, եմ լինես, անիծվես, գյորբա-գյորբ լինես, երեխուն անիծեց, ծնողին անիծեց, հորը անիծեց, մորը անիծեց, ազգուտակին անեց, անեց, եւ այսպես շարունակ։ Աստված էր կյանքի գրքում արձանագրում է։ Մյուս հրեշտակին ասում արձանագրում։ Եվ այսպես կուտակվում են մեղքերդ, կուտակվում են։ Հաստատ ցանկացած հավատացյալ եկեղեցի ապաշխարության կարգի ժամանակ կամ կիրակի օրերը պատարակների, երբ որ պետք է մոտենան Սուրբ Հաղորդության ճաշակելու, առանցն է թե առանց ծոմի, առանց պահքի ենք մոտենում, առանց ապաշխարության ենք մոտենում, մեր ազգի մեծամասնությունը։ Ես չգիտեմ, ես գալիս է հաղորդություն վերցնում, ասում եմ առավոտյան բանկերը խմել ես, ասում չէ։ Ասում խոսք, ես ինչ իմանամ, բանկերը խմել ես, ասենք առավոտ գաղտագողի ելը գնացը խալացելիքը բացել, դեղից մե բան ես գցել վերան տեգից։ Ես կարող եմ տեսնել, ու հաստատ կլինի։ Հնարավոր չէ, մարդը չխաբի։ Իրա շահը պահպանելու համար, այդքան չարչվվել է, գյուղի ծերից եկել, հասել ես տեղ, տեքնել եկել, հասել ես տեղ, մի հատ էլ ասել, դու առավոտյան բանկերը խմել ես, ապաշխարել ես, մեղքերիդ ներում ստացել ես, ես որ ապաշխարության կարգը կատարվել սղճացիր, հո չի կանգնելու ասում, մեր մեղքի համար չեմ սղճացել, որովհետև արժանի էր այդ մեր հարևանը։ Ինչի՞, որովհետև ինքը քնավ ելավ 10 հատ կով ունեցավ, իմ մի կովը սակ։ Արժանի էր։ Որովհետև իր ցանկապատը իմ բոստանի մեջն էր դրել։ Քելիկը հանել բոստանից մեջն էր լցել։ Չգիտեմ, ես։ Եվ այլն, լիքը այսպիսի թեմաներ։ Արժանի էր։ Որովհետև ինքը շատ չար մարդ է։ Ելնում մտնում է, ինքը բան է, թուղթուգիր է արել ինձ։ Լավ ինքն է թուղթուգի արել։ Դու էլ քրիստոնյա ես, թե իրա նման թուղթուգիր անում ես։ Ինքն է չար մարդ, դու ինչ ես չար մարդ։ Դու չես լարված իրա դեմ։ Ինքն է քո դեմ լարված, ինքն է պատասխան տալու Աստծուն։ Իսկ դու էլ որ նույն պատասխանը չարին, չարով պատասխանեցիր, երկնային արքայության մեջ դատաստանի ժամանակ, երբ որ գնացիր կանգնեցիր։ Դատաստանի ժամանակ, այնտեղ չեն ասելու, ինչի այդպես չարություն արեցիր ու դու կանգնես, արդարանաս ասես, թե հարևանս ինձ հայոյեց,
ես հոթու չէի գնա, ես էլ դի այոյի։ Եկ ասում եմ հարևանի ձեռը բռնի ու գնա դժուկ։ Որտև ես աշխարհի վրա ամեն մի հիվանդություն, ամեն մի ցավ, ամեն մի դառնություն, ամեն մի վիշտ, անգամ մահը մեղքի արդյունք է։ Ինչքան շատ է մարդկանց վրա մեղքը ծանրանում, այնքան երկրի վրա մահը ավելի շուտ է գալիս։ Մեզ թվում է, թե ցանկացած մեկ մարդ, որ ժամանակից շուտ մահանում է, անմեղ մարդ է։ Լսում եք արարողությունների կամ ցանկացած մեկ բանի ժամանակ։ Լսում եք, բայ, ազնիվ մարդերը, որևէ մեկի էշին քշա չեր ասել։ Բոլորի ցավով ապրում էր, բոլորի ուրախությամբ ապրում էր, հա լավ հասկացա, արտաքինից այդպես է երևում, բայց ներքուստ անգողի մեջ քանի անգամ է հայհոյի, քանի անգամ է բամբասել, ինքն իր մտքի մեջ քանի անգամ է տվել առել, քննադատել, բողոքել, բամբասել, չար խոսքեր ասել, նզովել եւ այլն եւ այլն։ Այնքան չարության խոսքեր կարող են լինել, քանի անգամ է բարկացել, տեղին, անտեղին, սրանք մեղքեր է։ Մի կարծեք, թե սրանք մեղքեր չի։ Մարդը ամեն քայլափոխին առնվազն օրվա մեջ ամենաքիչը մինչև անգամ 7-ից 10 մեղք գործում է, կամա թե ակամա։ Ցանկացած մեկ մարդ։ Չկա այդպիսի ծնված մարդ, որ օրական 7-ից 10 մեղք չգործի։ Իսկ այդ մեղքերը ապաշխարում են, երբևէ ապաշխարել են։ 50 տարի ապրե, 30 տարի ապրե, 40 տարի ապրե, 100 տարի ապրե, առավելաբար, ինչքան շատ ապրի, ուրեմն օրը քանի ժամ, տարին քանի օր ունի, պատկերացրեք, ինչքան մեղ, բազմապատկեք այդ մեղքերը։ Տարին 365 է, 356 օր է, չգիտեմ ինչքան է։ Պատկերացրեք, դրանք բազմապատկեք 7-ով կամ 10-ով։ 3600 մեղք։ Ուրեմն տարեկան 3600 մեղք գործում է մարդ։ Ամենասուրբ մարդը։ Բայց ինչքան անգամ է ապաշխարում։ Ինքը կհասցնի այդքաններ հիշի, այդքանը չի էլ հասցնի հիշի։ Ուր մնաց թե խոշորները կարող է հիշեն, դիմացինի խոշոր մեղքերը լավ են հիշում։ Մեծ մեղքերը հիշում։ Այդ աղում են երկու կնոջ պատմության առակի նման։ Երկուքին մեղք են գործում, մեկը խոշոր մեղքեր է գործում, մեկը մանր մեղքեր է գործում։ Իրար հետ կռվում են, ասում է քո մեղքը ավելի շատ է, մեկն ասում է քո մեղքն ավելի շատ է։ Դու Աստծո պատվիրաններ ես խախտել եւ այլն, այսպես բողոքելով, կռվելով գնում են եկեղեցի վարդապետի մոտ, ասում են, ճգնավորում ասում են։ Վարդապետն ապրած կենա։ Երկուսս չեն կարողանում հասկանալ, թե որ մեկից մեղքն է ավելի շատ։ Ասում են, ինչ մեղքեր է գործել, թվարկում են։ Ամեն մեկը իր մեղքերն է թվարկում, այս մեկը ինչքան որ թվարկում է, 3-րդ թվարկում իր մեղքերը։ Մի մասն է չի հիշում։ Ասում է, լավ, իսկ դու ինչ ես գործել, ասում է, շնություն, գողություն, սուտ եմ խոսացել եւ սուտ վկայություն եմ տվել։ 4 մեծակում մեղքեր։ Հիմա ասում է, եթե ուզում եք հասկանալ, որիդ մեղքն է ավելի շուտ շնչվել է, եկեք այսպիսի մի պայման անենք։ Երկուսը վեր եք գնում այստեղից, գնում եք ծովի ավազի մոտ, այն մարդը, որ մեծ մեղքեր է գործել, 4 մեծ մեղք է գործել։ Թող բերի մեծ քարեր, 4 հատ մեծ քար, շարակի բերի։ Իսկ մյուսը, որ 100, 200, 300 մեղք է իր գործել, գնա մի պարկ, կես պարկ, մանր կճա քարեր, լիz մեջ մեջ։ Գնում են երկուսով արդում գալիս են, ասում բերեցիք բանը, բացիկ տեսիք, ուրա, բերել։ Դե ասում է ուրեմն գնաց է կանգնեք մի ժայռի վրա, երկուսը տել այդ քարերը շաղ տվեք։ Գնում կանգնում են ժայռի վրա, երկուսը այդ քարերը շաղ են տալիս։ Դե բնականաբար կես պարկ, փոքր կճա քարերով մեղք գործած կինը, որ այդ քարերը շաղ տա,
ինչ կլինի, ցիրուցամ։ Իսկ այն մեծ 4 քարերը, որոնք որ 4 մեղքեր գործել, դրանք գտնում են համապատասխան վայրում։ Հետ են գալիս ասում է շահ են տվել, ասում է դե հիմա գնացեք։ Որը ինչքան քար եք շահ դրել, հենց նույն քարերը հավաքեք ու բերեք։ Այդ 4 մեծ քարեր գծողը գիտի որ քարերն են։ Գնաց հավաքեց վերած շատ հեշտ ու հանգիստ, իսկ այն մյուս կինը այդպես չի կարողանում այդ քարերը հավաքել։ Հետ է գալիս ասում է հավաքեց, բայց չգիտեմ էլ։ Ցիրուցան էր։ Ասում է այսպես էլ մանր մեղքեր գործած մարդու համար։ Մեծ մեղքերը ավելի շուտ են ներվում, անկախ նրանից մարդասպանություն կլինի, գողություն կլինի, ավազակություն կլինի, տեսանելի, սարսափելի մեծ մեղքերը ավելի շուտ են ներվելու Աստծո մոտ, քան մանրիկ մեղքերը։ Դրա համար անգամ անառակինը Աստծո կողմից ավելի մեծ գնահատանքի ստացավ, ավելի մեծ գնահատանք ստացավ անառակինը, եւ դարձավ Աստծո աջ թևը։ Բայց նրանք, ովքեր որ ամբողջ կյանքերը հավատքով էին ապրել, դժոխք գնացին։ Աստված այսպես է դատում։ Չպետք է նայես արտաքին մեղքին, մեծ մեղքին, պետք է նայես թե ներքուս ինչ մեղք ես գործել, լեզվով ինչ մեղք ես գործել։ Դարձյալ ասում ենք, ամենամեծագույն չարիքը մարդու կյանքում լեզվն է, որը չի երևում, լեզվի խոսածածները չի երևում, որտեղ դու կարող ես քթի տակ մրթմրթաս, դիմացիդ ամենամոտ մարդուց մի 10 մետր կամ 100 մետր հեռավորության վրա։ Նրան տեսնես բարև տաս, գլխով ժպտաս, անցնես մի քանի քայլինքով, դառնաս տոխով։ Զզվում եմ քեզից։ Ինքը չլսեց, բայց Աստված ասեց։ Եվ կարող է դաս եկեղեցում ապաշխարության ժամանակ ասես, ես մեղքեր չեմ գործել, ոչ մի մեղք չեմ գործել, որտեղ մարդիկ չեն տեսել, քեզ թվում է դու մեղքեր չես գործել, բայց Աստված գիտի, որ քեզ մեղքեր չներվա։ Եվ դրա համար մեկ է տեսար, այդ մարդը ավելի շուտ է մեռնում երկրի վրա, մեռնելուց է, այնպիսի տանջանքով ու տառապանքով է մեռնում երկրի վրա, որ Աստված տվեց չտնայի։ Շաբաթներով անկողնում է, տառապում է, տանջվում է, չգիտես, կամ ողբեր կական այնպիսի սարսափելի մահով է մեռնում, որ զարմանում ես, այս մարդը, որ սաղ կյանքի եկեղեցի էր գնացել, հավատքով էր ապրում, ոչ մեկի էշին քշա չէր ասել, միշտ բարեգործություն անելով, բոլորին շետ տալով, քաղցր խոսքից մարդու ինչ եղավ, Աստված ինչ էսպես պատժեց, ինչի Աստված պես անարդար վարվում, Աստված անարդար չի վարվում, Աստված գիտի մարդու ներսի ինչ կա, ինքը արտաքինն է ցույց տալիս, բայց ներքինը բա։ Իսկ այդ կարգավիճակը շուտ մահը, ողբերգական մահերը, տառապանքով մահերը, սա իբրև ապացույց է բոլորին ըստ Սուրբ գրքի, որ ուրեմն այդ մարդը արտաքինից է մահուր, իսկ ներքուստ ինքը շատ կեղտոտ մարդեր է։ Բոլոր մահերը այսպես է։ Այսպես պետք է դատել աշխարհը։ Ինչքան էլ որ ցավոտ լինի, այսպես է դատել։ Եթե իր մեղքն է, չէ, ուրեմն իր գերդաստանի մեղքն է։ Սա օրինակ կարող է երիտասարդ, երեխան, տղան, աղջիկը կամ ասենք, երեխան մահանում։ Ցավն ունեն, այնքան կան երեխեք այսօր, շաքարով հիվանդ է, ամեն ծնված երեխու, երրորդ երեխուց մեկը շաքարով հիվանդ է։ Ինչ հիվանդություն ասես, այդ երեխեն մեղք չգործեց ծնված օրվանից, որ հիվանդ է։ Իրա մեղքն է, իրա ծնողների, հարազատների, բարեկամների, գերդաստանների մեղքն է։ Կուտակված մեղք է, հենց այդպես մտածել է, անց է գնացել է, մտածել են, անց է գնացել է։ Ոչ եկեղեցի են եկել, ոչ ապաշխարել են, ոչ հարության տոնը ճիշտ են տոնել, ոչ հարության գաղափարն են ճիշտ հասկացել։ Իրանց համար կարևոր է այս կյանքը առօր, փառոտ, ապրեն, ուտեն, խմեն, հագնեն, մարդկանց աչքին էլ ասենք, լավը երևան, դրանից հետո ինչ կլինի, կլինի։ Այսպես ապրած մարդիկ, սերնդը սերունդ, այդ նույն վիճակը փոխանցել են։ Եվ կուտակվել է Աստծո համբերության բաժակը լցվել է։ Եվ արդյունքում տուժել է իրա քյորը, որտեղ Աստված պատիժը վերցնելու է քյորից։ Կարող է ընտանիքի մեջ որևէ մեկը չպատժվի, բայց անմեղ էակը
տարապից։ Սա իբրև նշան է իր ծնողներին, հարազատների, բարեկամներին, որ ուրեմն իրանք պապականով են, անգամ մեղքեր են ուտակին չեն քավել, որի արդյունքը քավել է այդ փողը։ Ուրեմն պետք է գիտակցենք, մենք յուրաքանչյուրս ինչ ենք խոսում, ինչ ենք գործում, ինչպես ենք մենք նշում աստվածապաշտական տոները, ինչպես ենք մոտենում ավետարանական խոսքին։ Այսօր էլ հարության շրջանը, 50 օրվա շրջանը էլ ասում ես, մարդկանց։ Ուրիշ անգամներ էլ տարբեր տեղեր եղել ասում, մոտենում ես, անգամ մարդուն ասում ես Քրիստոս հարյար մերելոց, ժպիտով դեմքերը, հահա։ Որտեղ չգիտի ինչ ասի։ Այն օրը մեկներ, 3 առաջ օր մեկին ասում Քրիստոս հարյար մերելոց, պես նայես, առողջյան հարություն չի, բայց Քրիստոսի հարություն չի անցել։ Այդ մի օրը չէր։ Ամբողջ տարիներ Քրիստոս հարություն արել նրան։ Ուրեմն երբ որ այդ բարի ավետիսը պետք է ասում, այդ ավետիսը պետք է վերցնես, բարդ բանից պետերյակ է։ Մարդը չգիտի, դա ինչի հետևանքն է, որտեղ մարդը եկեղեցի չի գնում։ Մարդը Աստվածաշունչ չի կարդում։ Մարդուն քրիստոնեական հոգևոր օրենքներն ու կարգերը չեն հետաքրքրում, մարդուն հետաքրքրում է ֆիզիկական աշխարհիկը։ Այդ պահին կերան, խմեցին, զատկական ձուն վերցրեցին, դրեցին սեղանի վրա, կռվեցին, բան ջախտեցին, հաղթեցին։ Ճող սեղանը գցեցին, կերան, խմեցին, վերջ անցավ գնաց։ Այս մարդկանց համար զատիկը սեղանն է, ոչ թե հարություն։ Դրա համար այսօր իբրև այս կիրակի, որ Հովնու եկեղեցում հիմա պատարակ ենք մատուցում, այսօր կոչվում է նոր կիրակի, կրկնած զատիկ։ Եվս մեկ անգամ մեզ նախապատրաստում է, եվս մեկ անգամ մեզ ապացուցում է, որ Աստված հարություն է արել։ Եվ սրբագործել է կիրակին, այսօր կիրակի սրբագործման օրն է, նոր կիրակի կամ կրկնազատիկը կոչվում է, որ Աստված հաստատեց կիրակի օրը իբրև սրբության օր մեզ համար, իբրև հարության օր մեզ համար։ Մինչև այդ հեգուզ մենք հարության տոները տոնում ենք, բայց չգիտենք ինչի համար են կիրակի օրերը պատարակ մատուցում։ Քրիստոսին վերաբերվող գերագույն գլխավոր տոները կիրակի օրերին է պատարակ մատուցում միշտ։ Օրինակ մեր քրիստոնյա հավատացյալ ժողովրդի մեծամասնությունը չգիտի, որ պատարակները միայն կիրակի օրերին են լինում Քրիստոսին նվիրված։ Որտեղ Քրիստոս կիրակի օրը հարություն արավ։ Այդ կիրակի օրը օրհնեց։ Այդ կիրակի օրն էր, որ պատվիրեց սուրբ պահեք։ Մնացած օրերը, սրբոց օրերը, հիշատակության օրերը, ինչ որ մի սրբի նահատակության օրերը։ Կարող է այդ օրերին է, եթե մեծագույն սուրբ է, կարող է պատարակ մատուցել, ինչպես 3 Մարմաշելի գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի տոնն էր, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակման տոնն էր։ Մենք նշեցինք մեծ շուկով, որովհետև Հովհաննես Մկրտչի տոն, շաբաթ էր, կիրակի չէր, բայց պատարակ տվեցինք, որովհետև այդ սրբի տոնն էր։ Եվ քանի որ այդ սրբի տոնն է մատուցում, պատարակ է մատուցում տվյալ սրբի անունը կրող եկեղեցում, ինչպես օրինակ, եթե գա հասնի հուլիս-օգոստոս ամիսը, որ պետք է նշենք Սուրբ Աստվածածնի և Սանդուղթ կույսի տոնը, այս եկեղեցու ուխտի օրն է։ Ուրեմն այդ օրը, այդ պատարակը մատուցվելու է միայն այս եկեղեցում, ուրիշ ոչ մի եկեղեցու պատարակ չի մատուցվում, բայց կիրակի օրը բոլոր եկեղեցներում անխտիր պատարակ պիտի մատուցվի։ Բոլոր եկեղեցներում երկրպագություն պիտի լինի։ Բոլոր եկեղեցներում ապաշխարության կարգ պիտի լինի։ Սուրբ հաղորդություն պիտի տրվի, որտեղ դա կիրակի օրն է, Տիրոջ օրն է, օրհնված օրն է։ Հիմա այսօր նոր կիրակին կրկնազատիկը, որ Սուրբ Հարության տոնի երկրորդ կիրակին է համարվում, կոչվում է նոր կիրակի կրկնազատիկ, այսօրվա օրը։ Եվ դա կիրակի օրվա հաստատման խորհուրդն է։ Այսինքն, ինչպես Քրիստոս իր հարությամբ հաստատեց կիրակի օր որպես սուրբ օր, այնպես է մենք զատկին հաջորդող երկրորդ կիրակին ևս մեկ անգամ իբրև կրկնազատիկ, իբրև հարության օր, նոր կիրակի ենք համարում և հիշեցնում ենք քրիստոնյա հավատացյալ ժողովրդի, որ
Կիրակին սրբագործվեց Աստծո կողմից։ Այսօր Կիրակի օրվա տոնն է։ Ամեն մեկը մի տոն ունի, Կիրակին էլ իր տոն ունի։ Կիրակի օրվա տոնը Սուրբ Հարության նշվող Կիրակի օրվա տոնը կրկնա Զատիկն է, նոր Կիրակի, որը նշվեց այստեղ Հովնու եկեղեցում։ Եվ որի համար խոսեցինք, ընթերցեցինք Հակոբոս Առաքյալի, Գործք առաքելոցի թղթերը, ինչպես նաև Հովանու ավետարանը, հասկանալու թե ինչի համար ենք մենք տոնում Սուրբ Հարության տոնը, եւ ինչպես պետք է տոնենք Սուրբ Հարության տոնը իբրև մարդ, իբրև քրիստոնյա։ Առաջին հերթին պահելով, զսպելով, զսպաշապիկ հագցնելով մեր լեզուն, իմանալու որ Աստված միայն արտաքինը չի նայել, Աստված նաև ներքինն է։ Եթե ուզում ես այդ հարությունը վայելել, ուրեմն մաքրիր ներքին ու լեզուն։ Թող Տիրոջ հարության լույսը եւ օգնությունը երկնքից բոլորիս վրա լինի այժմ եւ հավիտյանս